Երեք նարինջ, իտալական հեքիաթ։ Ամբողջ Իտալիայում պատմում են երեք նարնջի պատմությունը։ Բայց զարմանալին այն է, որ տարբեր վայրերում տարբեր ձևով են պատմում։ Գենուեզացիները մի բան են պատմում, նեապոլիտանցիները մի ուրիշ, սիցիլիացիները բոլորովին այլ բան։ Իսկ մենք լսելով այդ բոլոր հեքիաթները հիմա գիտենք, թե այդ բոլորն ինչպես է եղել իրականում։ Մի ժամանակ ապրել են մի թագավոր ու մի թագուհի։ Նրանք պալատ են ունեցել, թագավորություն, իհարկե նաև հպատակներ, բայց արի ու տես, որ թագավորն ու թագուհին երեխաներ չունեին։ Մի անգամ թագավորն ասաց. «Եթե ինձ արուզավակ ծնվի, ես պալատի առջևի հրապարակում մի այնպիսի շատրվան կառուցել կտամ, որ 7 տարի շարունակ նրանից ցայտի ոչ թե ջուր, այլ լավագույն գինի։ Իսկ ես կհրամայեի այդ շատրվանի կողքին մի ուրիշ շատրվան կառուցել», ասաց թագուհին, որից ոչ թե գինի ցայտեր, այլ ձիթապտղի ոսկեգույն յուղ։ 7 տարի շարունակ իրենց կժերով այդտեղ կգային կանայք և երկար արև կմաղթեին արքայազնին։ Շուտով թագավորն ու թագուհին մի սիրունատես տղա ունեցան։ Բախտավոր ծնողները կատարեցին իրենց խոստումը և հրապարակում խփեց 2 շատրվան։ Առաջին տարում գինու և յուղի շատրվանները պալատի աշտարակից ավելի բարձր էին ցայտում։ Հետագա տարիներին նրանք կամաց սկսեցին նվազել։ Մի խոսքով, ինչքան արքայազնը մեծանում էր, շատրվաններն այնքան ավելի թույլ էին ցայտում։ 7-րդ տարվա վերջին շատրվանները ոչ թե խփում էին, այլ նրանցից գինին և յուղը հազիվ կատկթում էր։ Մի անգամ թագավորի տղան կեգլի խաղալու համար եկավ շատրվանների հրապարակ։ Իսկ այդ ժամանակ ոտքերը հազիվ հազ քարշ տալով շատրվաններին մոտեցավ ճերմակ մազերով մի կուզիկ պառավ։ Նա իր հետ բերում էր մի սպունգ և կավե 2 փարչ։ Պառավը սպունգով հավաքում էր շատրվաններից հազիվ կատկթացող գինին ու յուղը և դրանք քամում իր փարչերի մեջ։ Փարչերը համարյա լցվել էին։ Մեկ էլ հանկարծ չրըխկ, 2 փարչն էլ փշուր եղան։ Այ քեզ դիպուկ հարված։ Դա արքայորդին էր փայտե մեծ գնդակով նշան բռնել կեգլուն, բայց դիպավ փարչերին։ Հենց այդ պահից էլ շատրվանները բոլորովին դադարեցին գործելուց։ Նրանցից այլևս ոչ գինի էր դուրս ցայտում, ոչ էլ յուղ։ Չէ որ հենց այդ վայրկյանին լրացավ արքայորդու 7 տարին։ Պառավն իր ծուրտիկ մատով սպառնաց և բարակ ճղճղան ձայնով ասաց. «Լսիր ինձ թագավորի տղա, դու որ կոտրեցիր իմ փարչերը, ես քեզանից եմ։ Հենց որ լրանա 3 անգամ 7 տարիդ, քեզ թող պատի թախիծը և դու թախծից տանջվես այնքան ժամանակ, մինչև որ գտնես այն ծառը, որի վրա 3 նարինջ կա։ Իսկ հենց որ գտնես այդ ծառը և նարինջները պոկես, խմել ուզենաս, դրանից հետո կտեսնեք, թե ինչ կլինի»։ Պառավը չարակամ ծիծաղեց և քարշ գալով հեռացավ։ Իսկ թագավորի որդին շարունակեց կեգլի խաղալ և կես ժամ հետո արդեն մոռացավ և ջարդված փարչերի և պառավի անեծքի մասին։ Արքայորդին դա հիշեց միայն այն ժամանակ, երբ լրացավ նրա 3 անգամ 7 տարին։ Թախիծը կրծում էր նրա սիրտը։ Ոչ որսորդական արկածները, ոչ շքեղ պարահանդեսները չէին փարատում նրա թախիծը։ «Ախ, ես որտեղից գտնեմ 3 նարինջը», կրկնում էր նա։ Թագավոր հայրը և թագուհի մայրը այդ լսելով ասացին. «Միթե մենք մեր սիրելի տղայի համար կխնայենք 3 կամ թեկուզ 30, թեկուզ 300, թեկուզ 3000 նարինջ»։
եւ նրանք արքայորդու առջև սարի չափ ոսկեգույն պտուղներ կիտեցին։ Բայց արքայորդին միայն բացասաբար շարժում էր գլուխը։ Ոչ, սրանք այն նարինջները չեն, թե ինչպիսին են դրանք, որոնք ինձ հարկավոր են, ինքս էլ չգիտեմ, ձիթ համբեք, գնամ դրանք փնտրելու։ Արքայորդու համար ձիթ համբեցին, նա թռավ թամբին ու գնաց։ Շատ ճանապարհներ անցավ, բայց ոչինչ չգտավ։ Դրանից հետո արքայորդին ճանապարհից դուրս եկավ եւ սկսեց ուղիղ գնալ։ Սլացավ մինչև գետակը եւ հանկարծ մի շատ բարակ ձայն լսեց։ Էй, թագավորի տղա, տես որ քո ձին հանկարծ տնակս չքանդի։ Արքայորդին նայեց շուրջը, ոչ ոք չկար։ Նայեց ձիու սմբակների մոտ ու կանաչների մեջ ձվի մի կճեպ տեսավ։ Արագ կռացավ ու տեսավ կճեպի մեջ նստած Փերուն։ Արքայորդին զարմացավ, իսկ Փերին ասաց. «Վաղուց է ինձ մոտ ոչ ոք հյուր չի եկել եւ նվեր չի բերել»։ Այդ ժամանակ արքայորդին մատից հանեց թանկարժեք քարով մատանին եւ հագցրեց Փերու մեջքին, որպես գոտի։ Փերին ուրախ ծիծաղեց ու ասաց. Գիտեմ, թե դու ինչ ես փնտրում։ Եթե ալմաստե բանալին ձեռք գցես, կմտնես այգի։ Այնտեղ ճյուղերի վրա 3 նարինջ կա կախված։ Իսկ որտեղից գտնեմ ալմաստե բանալին, հարցրեց արքայորդին։ Դա երևի կիմանա իմ ավագ քույրը։ Նա ապրում է Շագանակենիների թավուտում։ Տղան շնորհակալություն հայտնեց Փերուն եւ թռավ ձիու թամբին։ Երկրորդ Փերին իսկապես ապրում էր Շագանակենիների թավուտում, Շագանակի կճեպի մեջ։ Արքայորդին նրան նվիրեց իր թիկնոցի ամրացված ճարմանդը։ Շնորհակալություն, ասաց Փերին։ Ես այժմ ոսկե մահճակալ կունենամ։ Դրա փոխարեն ես քեզ մի գաղտնիք կասեմ։ Ալմաստե բանալին գտնվում է բյուրեղապակե սնդուկի մեջ։ Իսկ որտեղ է սնդուկը, հարցրեց տղան։ Դա գիտի իմ մյուս քույրը, պատասխանեց Փերին։ Նա ապրում է ընկուզենիների պուրակում։ Արքայորդին գտավ ընկուզենիների պուրակը։ Ամենաավագ Փերին իր տնակը սարքել էր վայրի ընկույզի կճեպի մեջ։ Թագավորի տղան վզից հանեց ոսկե շղթան եւ նվիրեց Փերուն։ Փերին շղթան կապեց ճյուղից ու ասաց. Հա, սա կլինի իմ ճոճը։ Այս շքեղ նվերի դիմաց ես քեզ կասեմ այն, ինչ չգիտեն իմ կրտսեր քույրերը։ Բյուրեղապակե սնդուկը գտնվում է պալատում։ Պալատը սարի վրա է, իսկ այդ սարը 3 սարերի եւ 3 անապատների ետևում է։ Սնդուկը պահպանում է մի աչքանի պահակը։ Լավ հիշիր, երբ պահակը քնած է, նրա աչքը բաց է, իսկ երբ քնած չէ, աչքը փակ է։ Գնա եւ ոչ ոքից մի վախեցիր։ Արքայորդին գնաց։ Շատ գնաց, թե քիչ, չգիտենք։ Նա միայն անցավ 3 սարն ու 3 անապատը եւ հասավ իր իմացած սարի մոտ։ Արագորեն ձին կապեց ծառից ու նայեց շուրջը։ Մի արահետ տեսավ, որն ամբողջապես ծածկված էր խոտով։ Երևում էր, որ այդ կողմերում վաղուց ոչ ոք չէր եղել։ Արքայորդին գնաց այդ արահետով։ Օձի պես գալարվող արահետն ավելի էր բարձրանում։ Արքայորդին ոչ մի կողմ չթեքվեց եւ արահետը նրան հասցրեց սարի գագաթը, որտեղ եւ պալատն էր։ Նրա կողքով թռավ կաչաղակը։ Արքայորդին նրան հարցրեց. «Կաչաղակ, նայիր պալատի լուսամուտից, տես պահակը քնած է, թե ոչ»։ Կաչաղակը լուսամուտից ներս նայեց եւ ձայն տվեց. Քնած է, նրա աչքը փակ է։ Ինքն իրեն ասաց արքայորդին, պալատ մտնելու ժամանակը չէ։ Սպասեց մինչև մութն ընկնելը։ Կողքից թռավ բուն։ Արքայորդին նրան խնդրեց. «Բվիկ, նայիր պալատի լուսամուտից, տես պահակն արդյոք քնած է»։ Բուն լուսամուտից ներս նայեց ու կռկռաց. «Կռ, պահակը քնած չէ, նրա աչքը ինձ է նայում»։ Այ հիմա իսկական ժամանակն է։
ինքն իրեն ասաց արքայորդին եւ մտավ պալատ։ Այնտեղ նա տեսավ մի աչքանի պահակին, որի կողքին դրված էր 3 ոտնանի մի փոքրիկ սեղան։ Սեղանի վրա բյուրեղապակե սնդուկ կար։ Արքայորդին բացեց սնդուկի կափարիչը, վերցրեց ալմաստե բանալին, բայց դրանով ինչ պետք է բացեր, չգիտեր։ Նա սկսեց քայլել պալատի դահլիճներով եւ փորձել, թե որ դռանը կհարմարվի ալմաստե բանալին։ Փորձեց բոլոր փականքները, բայց բանալին ոչ մի դուռ չէր բացում։ Մնացել էր դահլիճի խորքում ընկած մի փոքրիկ ոսկե դռնակ։ Արքայորդին ալմաստե բանալին մցրեց փականքի անցքի մեջ։ Իսկական դրա չափով էր։ Դռնակը իսկույն բացվեց եւ արքայորդին հայտնվեց այգում։ Այգու կենտրոնում նարնջի մի ծառ կար, որն ընդամենը 3 նարինջ էր բռնել։ Բայց ինչպիսի նարինջներ էին։ Մեծ, հոտավետ, ոսկե կեղևով։ Կարծես Իտալիայի շռայլ արևը միայն նրանց էր բաժին ընկել։ Թագավորի տղան դրանք քաղեց, դրեց թիկնոցի տակ ու վերադարձավ։ Հազիվ էր արքայորդին Սարի գլխից իջել եւ թռել իր ձիու վրա, երբ մի աչքանի պահակը փակեց միակ աչքը եւ արթնացավ։ Նա իսկույն նկատեց, որ ալմաստե բանալին սնդուկի մեջ չէ, բայց արդեն ուշ էր, որովհետև արքայորդին իր յորղա ձին քշում էր ամբողջ թափով, հետը տանելով նարինջները։ Ահա անցավ առաջին սարը։ Հիմա գնում էր անապատով։ Շատ շոգոր էր։ Կապուտակ երկնքում ամպի նշույլ անգամ չկար։ Շիկացած օդը թավալվում էր շիկացած ավազի վրա։ Արքայորդին ծարավեց։ Այնպես ծարավեց, որ խմելուց բացի ուրիշ ոչ մի բանի մասին չէր կարողանում մտածել։ Չէ, որ ինձ մոտ 3 նարինջ կա, ինքն իրեն ասաց նա։ Մեկը որ ուտեմ, ծարավս կկոտրվի։ Հազիվ էր կեղևը կտրել, երբ նարինջը 2 կես եղավ։ Նրա միջից դուրս եկավ մի գեղեցիկ աղջիկ եւ աղիողորմ ձայնով ասաց. «Ջուր դուր»։ Ինչ կարող էր անել արքայորդին։ Ինքն էլ էր ծարավից խեղդվում։ Ջուր, խոր շունչ քաշեց աղջիկը, ընկավ տաք ավազի վրա ու մեռավ։ Աղջկա համար շատ վշտացավ արքայորդին ու շարունակեց ճանապարհը։ Իսկ երբ ետ նայեց, տեսավ, որ աղջկա ընկած տեղում կանաչին է տալիս նարնջի մի մեծ անտառակ։ Արքայորդին զարմացավ, բայց ետ չվերադարձավ։ Շուտով անապատը վերջացավ։ Տղան մոտեցավ անտառին։ Բացատում սիրալիր կարկաչում էր առուն։ Արքայորդին հարձակվեց առվի վրա եւ մի կուշտ ջուր խմեց։ Ջրեց նաեւ ձիուն, նստեց լայնասաղարդ շագանակենու տակ եւ սկսեց հանգստանալ։ Թիկնոցի տակից թագավորի տղան հանեց 2-րդ նարինջը եւ բռնեց ափի մեջ։ Հետաքրքրությունը նրան տանջեց այնպես, ինչպես քիչ առաջ տանջում էր ծարավը։ Տեսնես, ինչ է թաքնված ոսկե կեղևի տակ։ Ու արքայորդին կիսեց 2-րդ նարինջը։ Նարինջը 2 կես եղավ։ Նրա միջից դուրս եկավ առաջինից ավելի գեղեցիկ մի աղջիկ։ Ջուր, ասաց աղջիկը։ Ահա առվակը, պատասխանեց արքայորդին։ Նրա ջուրը մաքուր է ու սառնորակ։ Աղջիկը կռացավ առվակի վրա եւ վարկենապես խմեց ամբողջ ջուրը։ Նույնիսկ առվակի հատակի ավազն էլ չորացավ։ Ջուր, դարձյալ տնքած աղջիկը ընկավ կանաչների վրա ու անշնչացավ։ Արքայորդին շատ տխրեց։ Չեղավ։ Սրանից հետո ոչ մի կաթիլ ջուր բերանս չեմ վերցնի, մինչև 3-րդ նարնջի միջի աղջկան չխմեցնեմ։ Եվ նա ձիուն խթանեց։ Մի քիչ գնաց ու ետ նայեց։ Այ քեզ հրաշք։ Առվակի ամբողջ երկարությամբ պատի նման շարված էին նարնջենու ծառեր։ Նրանց կանաչ ճյուղերի հովանու տակ առվակը նորից լցվել էր ջրով ու նորից իր երգն էր երգում։
Արքայազնը այդ էլ տեսնելով ետ չվերադարձավ։ Նա առաջ գնաց, կրծքին սեղմելով վերջին նարինջը։ Թե ինչպես էր ճանապարհին տանջվում շոքից ու ծարավից, անհնար է պատմել։ Սակայն արքայորդին վաղ թե ուշ կարողացավ հասնել մինչև այն գետը, որն անցնում էր հարազատ թագավորության սահմանով։ Այնտեղ նա կիսեց երրորդ, ամենամեծ ու ամենահասած նարինջը։ 2 կես եղավ, եւ արքայորդու առջև կանգնեց չտեսնված գեղեցկությամբ մի աղջիկ։ Որքան էլ առաջին 2-ը լավն էին, սրա կողքին արդեն տգեղ կերևային։ Արքայորդին չէր կարողանում հիացական հայացքը հեռացնել աղջկանից։ Նրա դեմքն ավելի նուրբ էր, քան նարնջենու ծաղիկը, աչքերը կանաչ էին ինչպես պտղի կոկոնը, վարսերը ոսկե, ինչպես հասած նարնջի կեղևը։ Ջուր, ջուր, խնդրեց աղջիկը։ Թագավորի տղան բռնեց ձեռքից ու տարավ գետի մոտ։ Աղջիկը կռացավ գետի վրա ու սկսեց խմել։ Բայց գետը լայն էր ու խոր։ Ինչքան էլ որ խմեց աղջիկը, ջուրը չպակասեց։ Վերջապես գեղեցկուհին գլուխը բարձրացրեց եւ ժպտաց արքայորդուն։ Շնորհակալ եմ թագավորի տղա, որ ինձ կյանք տվեցիր։ Քո առջևում նարինջների թագավորի դուստրն է։ Ես քեզ այնքան շատ եմ սպասել իմ ոսկեգույն թաքստոցում։ Քույրերս էլ էին սպասում։ Ահա, խեղճերը, հառաչեց արքայորդին։ Այդ ես էի մեղավոր, որ նրանք մեռան։ Նրանք չեն մահացել, ասաց աղջիկը։ Միթե չտեսար, որ նրանք դարձան նարնջենու անտառակներ։ Այսուհետև նրանք հով կանեն հոգնած ճամփորդներին, կհագեցնեն նրանց ծարավը։ Միայն թե իմ քույրերն այլևս չեն կարող աղջիկներ դառնալ։ Իսկ դու ինձնից չես հեռանա, բացականչեց արքայորդին։ Չեմ հեռանա, եթե դու չդադարես ինձ սիրելուց։ Արքայորդին ձեռքը դրեց իր սրտին եւ երդվեց, որ բացի նարնջենիների թագավորի աղջկանից ուրիշ ոչ ոք իր կինը չի լինի։ Նա աղջկան նստեցրեց թամբին եւ ձին քշեց դեպի հայրենի պալատը։ Ահա հեռվում փայլփլեցին պալատի աշտարակները։ Արքայորդին կանգնեցրեց ձին ու ասաց. Այստեղ դու ինձ սպասիր, ես քո ետևից կգամ ոսկե կառքով, քեզ համար կերպասե շրջածգեստ եւ կերպասի կոշիկներ կբերեմ։ Ինձ պետք չէ ոչ կառք, ոչ էլ հագուստներ, ավելի լավ է ինձ մենակ չթողնես։ Բայց ես ուզում եմ, որ դու իմ հոր պալատը մտնես, ինչպես վայել է թագավորի տղայի հարսնացուին։ Մի վախենա, ես քեզ կնստեցնեմ այս լճակի վրա կախված ծառի ճյուղին։ Այնտեղ քեզ ոչ ոք չի տեսնի։ Նա աղջկան ձեռքերի վրա բարձրացրեց, նստեցրեց ծառի ճյուղին ու ինքը պալատի դարպասից մտավ ներս։ Այդ ժամանակ մի աչքը կույր, մի ոտքը կախ, սպասուհիներից մեկը սպիտակեղենը ցայելու համար եկավ լճակի մոտ։ Նա կռացավ լճակի վրա եւ ջրի հայելու մեջ տեսավ աղջկա ցոլքը։ Օ, միթե սա ես եմ, ճչաց սպասուհին։ Ինչպիսի գեղեցկուհի եմ դարձել։ Ճիշտ որ արևն անգամ կնախանձի իմ գեղեցկությանը։ Սպասուհին գլուխը վեր բարձրացրեց, որ նայի արևին եւ խիտ թփերի մեջ նկատեց աղջկան։ Այստեղ սպասուհին հասկացավ, որ ջրի մեջ իր արտացոլումը չէ։ Էй, ով ես եւ ինչ ես անում այստեղ, գոռաց կատաղած սպասուհին։ Ես թագավորի տղայի հարսնացուն եմ, սպասում եմ, որ նա գա ինձ պալատ տանի։ Սպասուհին մտածեց. Ահա ճակատագրին խորամանկելու լավ առիթ։ Դեռ հայտնի չէ, թե ում կգա տանելու, պատասխանեց սպասուհին եւ սկսեց ամբողջ ուժով ծառը թափահարել։ Նարնջից ծնված խեղճ աղջիկն աշխատում էր ամեն կերպ կարճած մնալ ճյուղին, բայց սպասուհին այնպես ուժեղ էր թափահարում։ Աղջիկը ճյուղից պոկվելով ընկավ գետնին ու նորից դարձավ ոսկեգույն նարինջ։ Սպասուհին իսկույն վերցրեց նարինջը, դրեց ծոցը եւ բարձրացավ ծառի վրա։ Հազիվ էր հասցրել տեղավորվել ճյուղին, երբ արքայորդին եկավ 6 սպիտակ ձիեր լծած կառքով։
Սպասուհին չսպասեց, որ իրեն ծառի վրայից իջեցնեն, անմիջապես թռավ գետնին։ Արքայորդին ցնցվեց, երբ իր հարսնացուին տեսավ կաղ ոտքով ու մի աչքն էլ կույր։ «Հեյ, ամուսնյակս, մի անհանգստացիր, այս բոլորը շուտով կանցնի։ Աչքիս մի փուշ է ընկել, իսկ ոտքս նստելուց թմրել է։ Հարսանիքից հետո ես քո տեսածից ավելի լավը կլինեմ»։ Արքայորդուն ոչինչ չէր մնում անել, քան նրան տանել տուն, չէ որ երդվել էր իր սրտով։ Հայր թագավորն ու մայր թագուհին տեսնելով իրենց սիրելի տղայի հարսնացուին, շատ տխրեցին։ Արժեր արդյոք այսպիսի գեղեցկուհու համար գնալ մինչև աշխարհի մյուս ծայրը։ Բայց որ խոսք էին տվել, պետք է կատարեին։ Սկսեցին հարսանիքի պատրաստություն տեսնել։ Իջավ երեկոն։ Ամբողջ պալատը ողողվեց լույսերով։ Սեղանները լցվեցին 1001 ուտելիքներով։ Հյուրերը պճնված էին ոտքից մինչև գլուխ։ Բոլորը ուրախանում էին։ Միայն թագավորի տղան էր տխուր։ Նրան թախիցն այնպես էր կրծում, կարծես իր ձեռքին երբեք չէր բռնել 3 նարինջը։ Նա ուզում էր նորից ձի նստել ու գնալ Աստված գիտի թե ուր եւ ինչի համար։ Այդ ժամանակ հնչեցին զանգերը եւ բոլորը նստեցին սեղանների շուրջը։ Սեղանի վերին մասում նստեցրին ջահելներին։ Ծառաները հյուրերի համար բերում էին համեղ ուտելիքներ ու խմիչքներ։ Հարսնացուն մեկ այս կերակուրն էր փորձում, մեկ այն, բայց բոլոր կտորներն էլ մնում էին կոկորթում։ Ուզեց ջուր խմել։ Ինչքան խմում էր, դարձյալ ծարավը չէր կոտրվում։ Այդ ժամանակ նա մտաբերեց նարինջը եւ որոշեց ուտել։ Հանկարծ նարինջը ընկավ ձեռքից եւ սեղանի վրայով գլորվելով քնքուշ ձայնով ասաց. «Կույր աչքն ու ծուռ ոտքը նստած է սեղանի մոտ, իսկ ճշմարտությունը նրա հետ թափանցել է այստեղ»։ Հյուրերը շունչները պահեցին։ Հարսնացուն գունատվեց։ Նարինջը գլորվեց սեղանի շուրջը, մոտեցավ արքայորդուն եւ երկփեղկվեց։ Նրա միջից դուրս եկավ նարինջների արքայի գեղեցկուհի աղջիկը։ Արքայորդին բռնեց նրա ձեռքից ու տարավ իր հոր եւ մոր մոտ։ Ահա իմ իսկական հարսնացուն։ Չար խաբեբային իսկույն դուրս վռնդեցին։ Արքայորդին ու նարնջից ծնված աղջիկը կատարեցին իրենց ուրախ հարսանիքը եւ մինչև խոր ծերություն ապրեցին ուրախ ու երջանիկ։